Քանի որ աչքովս ընկավ դաշնակ պատգամավորներից մի քանիսը ծաղրում եւ հեգնում են այսօրվա դպրոցաշինությունը, եկեք տեսնենք, թե ինչպիսի դպրոցներ, ինչ ժամկետում եւ ինչ որակով էին վերանորոգվում կամ կառուցվում ժամանակին։ Մուսալեռի Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի շինարարությունը 5-րդ տարին է չի ավարտվում։ Տարրական դպրոցի մասնաշենքը, 2 դահլիճները, միջանցքները, մուտքը չի նորոգվել, շինարարներն էլ չկան։ Նույն պատկերն է Վաղարշապատի 7-րդ հիմնական դպրոցում։ 3-րդ տարին է շինարարություն է, տանիքը մի անգամ նորոգեցին վատեր, հետո կրկնեցին։ Տարրական դպրոցի մասնաշենքը, զուգարանները, դահլիճը կիսաքանդ են։ Բայց հանուն արդարության պետք է ասել, որ նախորդ իշխանություններին երբեմն հաջողվում էր ավարտին հասցնել վերանորոգումը, ինչպես օրինակ արհեստագործական այս ուսումնարանում։ Հատակի սալիկները նորոգումից ամիսներ անց այս տեսքն ստացան։ Լամինատը թաց բետոնի վրա հավաքեցին, արդյունքը չուշացավ։ Տխրահռչակ շինարարները ալյումինե հին լարերին պղինձ կծմցեցին, մի քանի ամիս էլ չդիմացավ։ Ստիպված դրսից են լար անցկացրել։ Ու այս ապիկարները հանդգնում են ծաղրել այսօր վարչապետին, որ երբեմն անձամբ է ստուգում դպրոցների շինարարության որակը։ Իսկ գիտեք, ովքեր էին իրեն ժամանակվա տխրահռչակ այդ շինարարները եւ ինչու չէին վերահսկվում։ Բացում ես, բացվում է, փակում ես, բացվում է, շինարարական կազմակերպության ղեկավարը գործարար պատգամավորներից մեկի մերձավորն էր, ինչպես հաճախ է պատահում, դուր լուսամուտներն էլ ինքն էր արտադրում։ Դե ինչ հարգելի նախորդ իշխանության ներկայացուցիչներ, դպրոցաշինության վերաբերյալ ձեր մասին լավագույն բնութագիրը տվել է հենց ձեր վարչապետը։ Բազում այդ գումարները, որ մենք դրել ենք, առ ոչինչ են։